Աշխեն Պապոյանը որմնանկարների և վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրենն է։ Իր բարդ ու պատասխանատու աշխատանքում հաջողելու, բնագավառի նորություններին տեղյակ լինելու և դրանք մեր հուշարձանների նորոգման ժամանակ կիրառելու նպատակով վերջերս որմնանկարների վերականգնմանը վերաբերող 2 միջազգային աշխատաժողովի է մասնակցել։ Առաջինը Կատալոնիայում է եղել, որը կազմակերպել էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի ICOMOS-ի որմնանկարչության միջազգային գիտական կոմիտեն։ Հանդիպման առանցքային հարցերը որմնանկարների ապամոնտաժմանը և վերատեղադրմանն են վերաբերել։ Թեման Աշխենի հետաքրքրության կիզակետում է։ Տարիներ առաջ հենց նրա և իր թիմակիցների շնորհիվ են վերականգնվել Մայր տաճարի բազմաթիվ որմնանկարներ։ Շատ որմնանկարների վերականգնող մասնագետներ հնարավորություն չեն ունեցել և նույնիսկ չունեն այդ փորձը առհասարակ որմնանկար ապամոնտաժելու և վերատեղադրելու, և այդ առումով Մայր տաճարի այդ աշխատանքը շատ կարևոր էր այդ փորձը ձեռք բերելու, չնայած մինչ այդ մենք մասնակցել էինք նաև Մինասի որմնանկարների ապամոնտաժման աշխատանքներին, սակայն Մայր տաճարի դեպքում դա երևի ավելի բարդ և ավելի ծավալուն շատ մեծ աշխատանք էր, և շատ կարևոր եմ համարում, որ նույնիսկ այդ նման փորձի դեպքում շարունակվի այդ կատարելագործումը։ Երկրորդ առցանց հանդիպմանը մասնակցում էին Արևելյան Եվրոպայի երկրների մասնագետները, կազմակերպիչը Գեթիի պահպանության ինստիտուտն էր։ Թեման որմնանկարների կոնսերվացումն ու կարիքների գնահատումն էր։ Բնակլիմայական պայմաններ, բնական աղետներ, մասնագիտական գրականության և վերապատրաստման դասընթացների անհասանելիություն, հասարակության շրջանում տեղեկատվության և կրթության պակաս։ Սրանք տարբեր երկրներում հանդիպող խնդիրների թվին են պատկանում։ Հայաստանում այս ամենին ավելանում է ևս մեկ խնդիր, ասում է Պապոյանը։ Մենք կոնկրետ որմնանկարների վերականգնման առումով մենք չունենք այն ինստիտուտը, որը որ պետք է պատրաստի այդ մասնագետները, որովհետև ներկայումս էլ շատ չեն որմնանկարների վերականգնող մասնագետները, և հետագայում այդ խնդիրը առաջանալու է, այսինքն սերնդափոխության խնդիրը առաջանալու է, և այսօրվանից պետք է մտածել դրա մասին, պետք է զարգացնել հնարավորությունները, այսինքն օրինակ մենք ինքներս ենք աշխատում մեր որակավորման բարձրացման վրա, մեր մասնագիտական հմտությունների կատարելագործման վրա, բայց ինստիտուցիոնալ այդպիսի բան չկան, այդպիսի հաստատություններ, որոնք որ այդ խնդիրները լուծեն։ Քննարկվել են նաև որմնանկարների վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերի, թույլատրելի տեխնիկական միջոցների հարցեր, որպեսզի միջամտությունը հասցվի նվազագույնի, հուսալի լինի կոնսերվացումը։ Խնդիրը ավելի շատ համակարգային է, թե չէ որպես առանձին վերականգնող մասնագետներ, ես կարծում եմ, որ մենք բավականին տաղանդավոր վերականգնող մասնագետներ ունենք։ Նմանատիպ հանդիպումներ առաջիկայում ևս լինելու են, ու թեև դրանց մասնակցությունը բավական ծախսատար է, միևնույն է, իրենք կմասնակցեն։ Սերը, հետաքրքրությունը, մասնագիտությանն ու սեփական երկրի մշակութային ժառանգության պահպանությանը դա են պահանջում։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։